Այսպես, Կոտայքի մարզից հետո, ինչպես խոստացել էի, ուղևորվում եմ դեպի Գեղարքունիքի մարզ։ Դե ինչ, ես արդեն Հայրավանքում եմ։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 82 կիլոմետր է։ Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Հանդիսանում է 9-րդ դարի հայկական ճարտարապետության եզակի նմուշներից։ Գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում։ Հայրավանք վանքային համալիրը գտնվում է Սևանա լճի ափին Հայրավանք գյուղի Ժայռե հրվանդանի վրա։ Հայրավանքի բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր։ Ես հիմա գտնվում եմ լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սևանի թերակղզու, նախկինում կղզու վրա։ Առջևում Սևանավանք հայկական վանական համալիրն է, որը հիմնադրվել է 305 թվականին Գրիգոր Ա.Լուսավորիչի կողմից։ Սևանավանքի վրայի գտնվող երկու եկեղեցիները Սուրբ Առաքելոց և Սուրբ Հովհաննա Կարապետի եկեղեցիները կառուցվել են 800 Սա էլ մեր չքնաղ կապուտակ Սևանը, լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Սևանա լիճը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճն թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդան գետը։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով։ Այսօրվա իմ հագեցված ուղևորությունը ավարտվեց, հուսով եմ հավանեցիք, մինչ նոր հանդիպում։